Ազդարի լրատվականի աշխատանքային խումբն այսօր փորձել է իրազեկ դառնալ դեպքի հետ կապված մանրամասներին։ Սև խուլ կոչվող տարածքում զրուցելով ներկաների հետ տեղեկացել ենք, որ տարածք սովորաբար շատ մեքենաներ են գալիս, սակայն ապրիլի 12-ին մի մեքենա առավոտից մինչ կեսօրն անց կանգնած է եղել։ Ես ոչ կարագոց եմ լսել, ոչ բան եմ լսել։ Տեսել եմ ավտոն կայնած է, հենց այդտեղ որ փագած է, չէ՞ հենց սա։ Այդտեղ կայնած է Սիտակ գույնոտ է տեսել ինչ Մերսեդես է ինչ Կանոչներն արդեն եկել են իրանք իզգունն են եկել նոր ես որ եկա իրանք ձերերգու հարցտելին ես տեսել եմ ստեղ կայնել է ստիցե տուներտելուց կանած է Սպանվածը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու 27-ամյա Կարեն Եսայանն է։ Դեպքի կապակցությամբ պարզաբանումներ է տվել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Կասպարյանը։ Երեկվա սպանության համար սկզբանե ասել, որ դա քաղաքական հենք չունի, միանշանակ պնդում եմ դա, ինչքան էլ որ անեն եւ ես զեկուցում եմ մի ուրիշ բան, որ երբեք չբացահայտվող հանցագործություններ չկան։ Այս պարագան բացառություն չի կարող լինել։ Շատ շուտապույտ բացահայտումը կլինի։ Ըստ շրջանառվող ոչ պաշտոնական լուրերի սպանություն իրականացնելու մեջ կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին, ով ըստ ականատեսների դեպքի վայրից դիմել է փախուստի։ Վերջինս բնակվում է Գյումրու Չիվանի փողոցում, որտեղ ապրիլի 13-ի առավոտից Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի հանձնարարությամբ հեշտապահություն է նշանակված։ Էլիզա Ֆրանգուլյան, Արթուր Մաշքարյան, Ազդարար։